Ողջույն։ Բյուզանդացի այս պատմիչը ականատես էր հայազգի Հերակլիոս կայսեր իշխանության հաստատմանը։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Ֆեոֆիլակս Սիմոկատը, Իստորիա։ Գիրքը հրատարակել է Ակտոս հրատարակչությունը 1996 թվականին։ Բյուզանդացի գրող պատմիչ Թեոփիլակտոս Սիմոկատան ծնվել է Եգիպտոսում մոտավորապես 580 թվականին։ Նա Եգիպտոսի նահանգապետ Պետրոսի ազգականն էր։ Հավանաբար շուտով նա դառնում է հայազգի զորավար Հերակլիոսի զինակիցը։ Վերջինս 609 թվականին Եգիպտոսում զորավարք էր անում, որպեսզի պատերազմի բռնակալ Փոկասի դեմ։ Փոկասը 602 թվականին տապալել և սպանել էր օրինական կայսր Ֆլավիոս Մավրիկիոսին և վերջինիս ամբողջ ընտանիքը։ 610 թվականին Հերակլիոսը հաղթում է Փոկասին և դառնում է Բյուզանդիայի կայսր։ Սիմոկատան տեղափոխվում է մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, որտեղ և ապրում է մինչև իր կյանքի վերջը, մոտավորապես 641 թվականը։ Նա զբաղեցնում է տարբեր պաշտոններ, բայց ամենակարևորը, մոտավորապես 630 թվականին նա գրում է 8 գրքից կազմված պատմություն աշխատությունը։ Այդ աշխատության մեջ ներկայացվում է Տիբերիոս II կայսեր կողմից Մավրիկիոսի որդեգրումը, վերջինիս 20-ամյա կառավարումը, բռնակալ Փոկասի կողմից իշխանության զավթումը։ Մենք տեղեկանում ենք բյուզանդացիների և ավարների բյուզանդապարսկական պատերազմների մասին։ Սասանյան Իրանում Խոսրով II-ի իշխանության գալը իր հոր Որմիժ IV-ի փոխարեն, զորավար Վահրամ Չուբինի ապստամբությունը, Խոսրովի և Մավրիկիոսի միջև դաշինքի կնքումը և համատեղ պայքարը Վահրամ Չուբինի դեմ։ Գրքում կան բազմաթիվ տեղեկություններ սլավոնների, լանգոբարդների, արաբների, ավարների, թյուրքերի և իհարկե հայերի մասին։ Սիմոկատան գովերգում է Մավրիկիոս կայսրին և վերջինիս 20-ամյա կառավարումը և անիծում բռնակալ Փոկասին և վերջինիս չարագործությունները։ Գիրքը ընթերցվում է մեկ շնչով, գրքում առկա են ծանոթագրություններ, քարտեզներ։ Նայենք նրանք։ Տեսնում եք այստեղ Հայաստանը։ Գիրքը հետաքրքիր կլինի Բյուզանդիայի, Սասանյան Իրանի, Բալկանների պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։